Բացում եմ տարիների հոտով թաթախված հին արկղերը, մեկ առ մեկ հանում հագուստները, այն նույն տաքչոր կտորները, որ տարիներ առաջ մի ամբողջ ձմեռ ինձ էին փրկում։ Բայց այսօր դրանք լուռ են, խամրած։ Այլևս ոչ մի հագուստ չի նստում մարմնիս, չի կպչում սրտիս, չի տաքացնում հուշերս, որովհետև սառնամանիքը ներսից է բարձրացել, մաշկից անցել է հոգիս, չի խնայել ոչ մի անկյուն, և ես հասկանում եմ, ցուրտը բնավ սենյակից չէ, այլ նրանից, ով սահեց, հեռացավ, և իր հետ տարավ ամբողջ ջերմությունը։ Արտաքինը կփաթաթեմ հազար շերտով, բայց ներսումս դեռ նույն չմարող ձյունն է, նույն անբացատրելի ցրտահարությունը, այն օրվա, երբ սերը փակեց դուռը և ես մնացի մրսած, մինչդեռ արևը կանգնած էր մի ձեռք հեռավորության վրա։ Եվ հիմա երբեմն թվում է, թե նույնիսկ օդը խուսափում է շրջապատել ինձ։ Քամին անցնում է կողքով չդիպչելով, չկանգնելով, ասես գիտի ես չեմ տաքանա։ Հագուստը շերտ առ շերտ ծանրանում է վրաս, բայց ոչինչ չի կշռում այնքան, որքան այն լռությունը, որ մնաց մեզանից հետո։ Իսկ ամեն առավոտ արթնանալիս նույն հարցն է կանգնում դրանս առաջ։ Հասուն, սառը, անխուսափելի։ Ինչու է սերը միշտ տաքանում այնտեղ, որտեղ այլևս ես չկամ։